Բարև, ես Կաժվը Փափփի եմ, եւ ես այստեղ եմ, որպեսզի պատմեմ ձեզ, թե ինչպես կարող եք 100% վստահ լինել, որ գնում եք դրախտ կամ ունեք հավիտենական կյանք, որովհետեւ բոլորը մի օր մահանալու են, եւ շատ լավ զգացողություն է ունենալ սրտումդ ու մահանալուց հետո չբախվել որևէ վատ հետևանքի։ Ուրեմն ասա ինձ, դու 100% վստահ ես, որ երբ մահանաս, գնալու ես դրախտ։ Դու 100% վստահ ես, որովհետև ոմանք կասեն, օհ, գիտես, ես մի տեսակ վստահ եմ, հույս ունեմ, որ տենց կլինի։ Կարծում եմ, այո, ես բավականին լավ մարդ եմ, ես բավականին լավ մարդ եմ։ Սա է այն, ինչ մեծ մասը կասեր։ Օ, ես պարզապես հարցնում եմ, դու 100% վստահ ես, ոչ թե 80, ոչ թե 98, այլ 100, որ երբ մահանաս գնալու ես դրախտ։ Դու 100% վստահ ես, ոչ թե 0։ Լավ, գիտես թե ինչ է ասում Աստվածաշունչը։ Աստվածաշունչը ասում է, որ մենք կարող ենք լինել 100%-ով մաքուր։ Ուրեմն, առանց ավելորդ խոսքերի Հռոմեացիներին 3:23-ում ասվում է, որովհետև բոլորը մեղանչել են եւ զրկված են Աստծո փառքից։ Սա պարզապես նշանակում է, որ ոչ ոք կատարյալ չէ։ Ոչ ես, ոչ դու, ոչ տատիկը կատարյալ չենք։ Ոչ ոք երբեք չի եղել։ Բոլորս էլ սխալվում ու մեղանչում ենք։ Բոլորս էլ ինչ-որ վատ բան ենք անում։ Բոլորս էլ երբևէ ստել ենք կամ մեկ անգամ վատ բառ ենք ասել գուցե, կամ գիտես, մատից են գողացել։ Պարզապես բոլորը զրկված են Աստծո փառքից։ Դա գրված է Հռոմեացիներին 3:23-ում, եւ այնտեղ ասվում է մեղքի վարձքը մահը։ Ուրեմն, որովհետեւ մենք մեղք ենք գործում, բոլորս էլ մահանում ենք։ Բոլորը մի օր մահանալու են։ Դեռ գիտես ուրախ միտքս է, բայց բոլորը ծննդյան օր ունեն եւ բոլորը մահվան օր ունեն։ Եվ այնտեղ ասվում է, որ մահը պարզապես քո մարմնի մահը չէ, որ հողին է հանձնվում։ Կա երկրորդ մահ։ Տենց է ասվում, եւ մահը ու դժոխքը նետվեցին կրակի լճի մեջ։ Սա երկրորդ մահն է։ Այստեղ եմ, քանի որ չեմ ուզում որևէ մեկն ընկնի այդ կրակե լիճը։ Երկրորդ մահը պատկերացնենք այսպես. քո առաջին մահը քո մարմնի մահն է, եւ երկրորդ մահը դա հոգեվոր մահն է։ Այսպիսով, երկրորդ մահը կրակի լիճն է։ Հայտնություն 2:1 հռարատիում 8-ում ասվում է, բոլոր ստախոսների բաժինը կրակի ու ծծմբի լճում է, որը երկրորդ մահն է։ Այսինքն, եթե նույնիսկ մեկ անգամ ստես, դու արդեն ստախոս ես, իմ բարեկամ։ Հայտնություն 21:27-ում ասվում է երկնքի մասին, եւ այնտեղ ոչինչ, որ պղծում է, չի մտնի, ոչ էլ նա, ով գարշելի բան է գործում կամ սուտ է անում։ Մեկ սուտ։ Այսպիսով մեկ սուտը կես դուրս է թողնում երկնքից, որովհետև երկինքը կատարյալ վայր է, եւ եթե դու մեկ անգամ էլ սուտ ես ասել, ուրեմն դու կատարյալ չես։ Այսպիսով կարող ես տեսնել, թե ինչպես բոլորը թերի են, ինչպես ասում է այդ հատվածը, մենք բոլորս թերի ենք Աստծո փառքի առաջ։ Դե ահա խնդիրը, որովհետև Աստված սիրում է մեզ, նա չի ուզում, որ մենք գնանք կրակի լիճը։ Ուրեմն գիտես ինչ արեց նա ինչ որ բան արեց։ Հռոմեացիներին 5:8-ում ասվում է, որ Աստված իր սերը ցույց տվեց մեզ, որովհետև երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոս մեր համար մահացավ։ Ուրեմն ով է այս Քրիստոսը։ Ով է այս Հիսուս Քրիստոսը, որի մասին լսել ես, կամ գուցե չես էլ լսել։ Ով է նա։ Դե հենց դա եմ ես այստեղ բացատրելու հալար։ Ուրեմն ամենասկզբում, երբ Աստված ստեղծեց ամբողջ աշխարհը, նա ստեղծեց Ադամին ու Եվային։ Ծննդոց 1:27-ում ասվում է. Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով։ Աստծո պատկերով ստեղծեց նրան, առ ու եւեք ստեղծեց նրանց։ Եվ նա նրանց տվեց մեկ օրենք, ընդամենը մեկ։ Մի կերեկետ ծառից ընտը։ Ինչպես նշված է Ծննդոց 3:1-ում, հենց այդ ժամանակ նրանք խախտեցին կանոնը։ Այնտեղ ասվում է, օձը ամենադյուրին էր բոլոր դաշտի գազաններից, որ Տեր Աստված ստեղծել էր։ Եվ նա ասաց կնոջը. իսկապես Աստված ասել է, չպետք է ուտեք այգու բոլոր ծառերից։ Եվ Ծննդոց 3:6-ում ասվում է, երբ կինը տեսավ, որ ծառը լավ է ուտելու համար, հաճելի է աչքերին եւ ցանկալի է, որ իմաստուն դարձնի մարդուն, վերցրեց պտուղը, կերավ եւ տվեց նաեւ իսկ կողքին եղած ամուսնուն։ Եվ նա էլ հենց այնտեղ նույնը օրեց։ Դա առաջի մեղքն էր։ Եվ այս Ադամն ու Եվան նրանք երեխաներ ունեցան, գիտեք, եւ նրանք էլ երեխաներ ունեցան, ու նրանք էլ երեխաներ ունեցան։ Եվ այդպես շարունակ։ Եվ հենց դա է պատճառը, որ մենք այս իրավիճակում ենք։ Ասվում է Հռոմեացիներին 5:12-ում ասվում է. ուրեմն ինչպես մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ եւ մեղքի միջոցով մահը, այդպես մահը անցավ բոլոր մարդկանց վրա, որովհետեւ բոլորը մեղանչեցին։ Այսինքն, քանի որ մենք նրանից ենք սերում, բոլորս մեղք ենք գործում, բոլորս թերի ենք։ Եվ Ծննդոց 3:15-ում Աստված խոստում տվեց, ասաց. Եվ թշնամություն կդնեմ քո եւ կնոջ միջև, խոսելով օձի հետ, եւ քո սերնդի ու նրա սերնդի միջև։ Նա կջախջախի քո գլուխը, իսկ դու կխայթես նրա գարշապարը։ Այսպիսով սա Հիսուսի առաջի մարգարեությունն է, որ տեսնում ենք Աստվածաշնչում։ Աստված խոստացավ, որ կլինի մեկը, ով կուղղի սխալը։ Դեռ ամենասկզբից,
Հիմա մոտ 3200 տարի անց գուշակեք ով հայտնվեց։ Եսայի աստվածաշնչում եւ նա մարգարեացրեց կույսից ծնվելու մասին։ Եսայի 7:14-ում գրված է. «Ուստի Տերը ինքը ձեզ նշան կտա։ Ահա կույսը կհղիանա եւ որդի կծնի, եւ նրա անունը կկոչի Էմմանուել»։ Այսպիսով դա առաջի մարգարեությունից 3200 տարի անց է։ Եվ գիտեք ինչ հեվա։ 700 տարի անց մարգարեությունը կատարվեց։ Ճիշտ է։ Հիսուս ծնվեց։ Չգիտեմ լսել եք Սուրբ Ծննդյան մասին, բայց այդ ժամանակը, որ աշխարհի շատ մարդիկ տոնում են Հիսուսի ծնունդը, եւ Ղուկաս 1:35-ում գրված է. հրեշտակը պատասխանեց եւ ասաց նրան. Սուրբ Հոգին կգա քեզ վրա եւ բարձրյալի զորությունը կպատրի քեզ։ Ուստի նաեւ այն Սուրբ Հեյակը, որ ծնվելու է քեզնից, Աստծո որդի կկոչվի, որովհետեւ նա մարդկային հայր չուներ։ Նա Աստծո որդին է, այնուհետև նա ծնվեց Դավթի քաղաքում, ճիշտ այնպես ինչպես Եսայի մարգարեության մեջ էր ասված Բեթղեհեմում։ Այնուհետև հրեշտակները հայտնվեցին հովիվներին ըստ Ղուկաս 2:11-ի։ Այնտեղ գրված է. «Եվ հրեշտակը ասաց նրան. Մի վախեցիր, որովհետև ահա ես ձեզ բարի լուր եմ բերում մեծ ուրախության մասին, որը լինելու է բոլոր մարդկանց համար, որովհետև այսօր ձեզ համար Դավթի քաղաքում ծնվեց Փրկիչը, որ Քրիստոս Տերն է»։ Այս ամբողջ ժամանակն անցավ եւ վերջապես Հիսուս ծնվեց։ Եվ երբ Հիսուս մեծանում էր, նա լցվում էր զորությամբ, ինչպես գրված է Ղուկաս 2:40-ում։ Եվ մանուկը մեծանում էր ու զորանում հոգով, լցված իմաստությամբ, եւ Աստծո շնորհքը նրա վրա էր։ Թեև նա առանձնահատուկ էր իհարկե, նա Աստված էր եւ մարդ, լիովին Աստված։ Եվ այդպես ի վերջո Հիսուս սկսեց հրաշքներ գործել, ինչպես գրված է Մատթեոս 15:30-31-ում։ Եվ մեծ բազմություններ եկան նրա մոտ իրենց հետ բերելով կաղերին, կույրերին, համրերին, անդամալույցներին եւ շատ ուրիշներին, եւ նրանց դրեցին Հիսուսի ոտքերի առաջ, եւ նա բժշկեց նրանց։ Այնքան որ բազմությունը զարմացավ, երբ տեսավ, որ համերը խոսում են, անդամալույցները առողջացել են, կաղերը քայլում են եւ կույրերը տեսնում են։ Եվ նրանք փառք տվեցին Իսրայելի Աստծուն, եւ ապա Աստվածաշնչում մարդիկ ասում էին, որ նա ջրի վրա քայլեց։ Նա նույնիսկ մեռածներին հարություն տվեց։ Ամեն տեսակ հրաշալի բաներ արեց։ Այն ժամանակի հոգևոր առաջնորդները շատ նախանձեցին Հիսուսին։ Հիսուսն անգամ կանխատեսել էր կա։ Մարկոսի ավետարանում 8:31-ում ասվում է. «Եվ նա սկսեց սովորեցնել նրանց, որ մարդու որդին պետք է շատ բաներ տանի, ծերերից, քահանայապետներից եւ դպիրներից մերժվի ու սպանվի։ Եվ 3 օր անց հարություն առնի»։ Նա կանխատեսել էր դա։ Նրանք ծրագրեցին սպանել նրան։ Մատթեոս 12:14-ում ասվում է. «Այն ժամանակ փարիսեցիները դուրս եկան եւ խորհրդակցություն արեցին նրա դեմ։ Ինչպես կարող են նրանք կործանել»։ Ի վերջո նրանք վերցրին Հիսուսին եւ որոշեցին խաչել նրան։ Դա խաչելության մեղմասացությունն է։ Նրանք ամբողջ հավաքեցին Հիսուսին դատապարտելու եւ նրան սպանելու թույլտվություն հայցելու համար։ Բոլորը հավաքվեցին, գոռում էին. «Խաչիր նրան, խաչիր նրան, խաչիր նրան», եւ ի վերջո Հիսուսը մահացավ այդ խաչի վրա։ Այո, տխուր օր էր։ Եվ երբ նա մահացավ, 3 օր անց որոշ մարդիկ եկան նրա գերեզմանին։ Բայց նրանք զարմացած էին։ Նրանք տեսան, որ Հիսուսը չկա, եւ այնտեղ մի հրեշտակ էր։ Ղուկաս 24:6-7-ում հրեշտակը ասում է. «Նա այստեղ չէ, այլ հարություն է առել»։ Հիշեք, թե ինչպես էր նա խոսում ձեզ հետ, երբ դեռ Գալիլեայում էր, ասելով. «Մարդու որդին պետք է հանձնվի մեղավոր մարդկանց ձեռքը, խաչվի եւ 3-րդ օրը հարություն առնի»։ Այսպիսով նա հարություն արավ մեռելներից։ Ուրեմն պարզապես հիշեք, մեղքի վատ բաներ անելու պատիժը մահն է։ Եվ կա երկրորդ մահ, որը դժոխքն է եւ կրակի լիճը։ Դրանից փրկություն չկա։ Սա ասում եմ, որ չհասնեք այդ վիճակին, եւ գրված է, որ բոլորս մեղավոր ենք, եւ բոլորս արժանի ենք դժոխք գնալու, բայց Աստված սիրում է մեզ։ Եվ Հռոմեացիներին 5:8-ում գրված է. Աստված իր սերը մեզ ցույց տվեց նրանով, որ երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոս մեր համար մահացավ։ Այսպիսով Հիսուսը միայն խաչի վրա չմահացավ, նա իր մահվամբ, իր զոհաբերությամբ վճարեց մեր մեղքերի համար։ Նա կատարյալ կյանք է ապրել։ Նա երբեք մեղք չի գործել։ Բկորինթացիս 5:21-ում ասվում է. «Նրան, ով մեղք չէր ճանաչում, մեզ համար մեղք դարձրեց, որպեսզի մենք դառնանք Աստծո արդարությունը նրա մեջ»։ Վոու։ Եվ ապա առաջին Պետրոս 2:24-ում գրված է. «Ով ինա»։ Նա իր մարմնի մեջ ծառի վրա կրեց մեր մեղքերը, այսինքն խաչի վրա իր մարմնի մեջ պահեց մեր մեղքերը։ Իմ մեղքերը, քո մեղքերը, բոլորի մեղքերը, քո անցյալի մեղքերը, քո ապագայի մեղքերը։ Այդ օրը բոլոր մեղքերը նրա մարմնի վրա էին։ Դա Աստված էր եւ մարդ, նա կատարյալ էր ու հենց այնտեղ վճարում էր քո մեղքի համար։
Եվ Եբրայեցիներին 2:9-ում գրված է, որ նա Աստծո շնորհով պիտի ճաշակի մահը յուրաքանչյուր մարդու համար, իսկ Կողոսացիներին 2:14-ում գրված է. Մեր դեմ եղած կանոնների ձեռագիրն իսպար ջնջեց, այսինքն ջնջեց այն, ինչպես ջնջում են, վերացրեց մեր դեմ եղած կանոնները, կամ մեծ երկար ցուցակ այն բաների, որենք չպետք է անենք, լավ, մեծ երկար ցուցակ, մի ստիր, մի խափիր, մի գողացիր, մեծ ցուցակ, եւ մեր դեմ կանոն կա։ Այսպիսով ամեն ինչ երբևէ սխալ ես արել, կարծես մեծ ցուցակի վրա է։ Եվ գրվածը, որ նա ջնջում է դա, նա վերացնում է այն։ Ասենց է գրված Կողոսացիներին 2:14-ում, ջնջելով մեր դեմ եղած ձեռագիր կանոնները, որոնք հակառակ էին մեզ, եւ դրանք վերցրեց մեր ճանապարհից։ Դրանք խաչին մեխելով, այսպիսով, բոլոր այն վատ բաները, որ երբևէ արել ես կամ երբևէ կանես, այդ օրը խաչին կմեխվեն։ Բայց ոչ բոլորը կգնան երկինք, եւ ոչ բոլորը կգնան դժոխք։ Աստվածաշունչն ասում է, որ կա մի բան, որ բոլորը պետք է անեն։ Այնտեղ գրված է եւ նրանց դուրս բերեց ու ասաց. «Տիրակալներ, ինչ պետք է անեմ, որ փրկվեմ»։ Եվ նրանք ասացին. «Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ դու կփրկվես, նաեւ քո տունը»։ Դա Գործք Առաքելոց 16:30-31-ում է, այսինքն չի ասում եղիր լավ մավ։ Չի ասում գնա եկեղեցի։ Չի ասում զղջա քո մեղքերի համար կամ հեռացիր վատ բաներից։ Չի ասում դադարի հայհոյել, չի ասում փող տուր աղքատներին, չի ասում ես բոլոր բաները, չի ասում մտրգրիչ, չի ասում մի ամբողջ շարք բաներ, չի ասում հենց հիմա։ Լավ, ասում է հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ դու կփրկվես, նաեւ քո տունը։ Տեսնում եք, ոմանք հավատում են իրենց լավ գործերին, ոմանք հավատում են կեղծ աստվածների Օլայի, Բուդդայի կամ տիեզերքի նման։ Շատ եմ լսում դա տիեզերքը ասում են։ Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ դու կփրկվես, նաեւ քո տունը։ Ուրեմն պետք է հավատաս նրան եւ այդ ժամանակ կփրկվես։ Եթե ասեմ քեզ, որ ես գնում եմ դրախտ, որովհետև ես այդքան լավ մարդ եմ, ուրեմն ես հավատում եմ ինքս ինձ։ Ես հավատում եմ ինքս ինձ։ Բայց եթե ասեմ քեզ, որ ես գնում եմ դրախտ, որովհետև Հիսուսն այդքան լավն է։ Հիսուսն իր բարության շնորհիվ վճարեց իմ մեղքերի պատիժը։ Ահա սա է ստերի իմանալը։ Ես չեմ հավատում իմ արդարությանը, գիտես, Աստվածաշունչն ասում է մեր արդարությունը կեղտոտ շորերի պես է։ Դա բավականին զզվելի է։ Զզվելի կեղտոտ շորը հա դա է մեր լավագույնը։ Ուրեմն երբ հասնես դրախտի դրանը, մի փորձիր նրանց տալ կեղտոտ շոր։ Պարզապես ասա, ես հավատացել եմ Հիսուսին եւ նրա կատարած վճարին իմ մեղքերի համար։ Դա է ինձ արդարություն տալիս, դա է ինձ թույլ տալիս գնալ դրախտ, լինել ճիշտ Տիրոջ հետ։ Այն մի քանի անգամ է ասում, բայց մենք բոլորին չենք անդրադառնա, բայց ասում է, որովհետեւ շնորհքով եք փրկված հավատքի միջոցով, եւ դա ոչ թե ձեր կողմից է, այլ Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, որպեսզի ոչ ոք չպարծենա։ Եկեք բաժանենք շնորհքով։ Դուք փրկված եք հավատքի միջոցով։ Ուրեմն շնորհքային է, ինչ դու չես արժանացել, եւ դու փրկվում ես հավատքի միջոցով։ Հավատքը այն է, ինչ դու հավատում ես, այսինքն շնորհքով եք փրկված հավատքի միջոցով, այսինքն դու չես արժանացել դրան, եւ փրկվում ես այն բանի շնորհիվ, ինչին հավատում ես։ Հաջորդ տողում ասում է եւ ոչ թե ձեր կողմից է, այլ Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, որպեսզի ոչ ոք չպարտվենա։ Դա պարգև է։ Լավ, կան մարդիկ, որ կասեն, ես քեզ նվեր եմ բերել, բայց հետո դրա հետ ինչ որ պայմաններ են գալիս։ Լավ, օրինակը կայքը խոստանում է անվճար նվեր, բայց պահանջում է $1։ Եթե պետքա վճարես կամ ինչ որ բան անես, դա արդեն նվեր չէ։ Եթե ասեմ քեզ, «Հեյ, ես քեզ այս աստվածաշունչը կտամ, բայց պետք է ինձ $5 տաս», դա նվեր է։ Ոչ, կամ եթե ասեմ, ես քեզ այս աստվածաշունչը կտամ, դա նվեր է, բայց այլևս չես կարող հայհոյել։ Ոչ մի վատ բառ։ Դա նվեր է։ Ոչ, որովհետև դու պետքա վաստակես դա կամ արժանանաս դրան, իսկ Աստվածաշունչն ասում է, որ դա անվճար նվեր է, անվճար նվեր։ Ինչպես երբ մեկը քեզ նվեր է տալիս, դու պարզապես վերցնում ես այն, ընդունում ես ու ասում ես շնորհակալություն։ Եվ դա հիմնականում այն ամենն է, ինչ պետք է անես փրկության համար։ Դա ձերի նվեր է, քանի որ Աստված սիրում է քեզ։ Գիրքն ասում է, որ Հիսուսին հավատալով է հնարավոր։ Դա միակ ճանապարհն է, այսինքն գործերից չէ, որ չպարծենաս։ Երբ հասնեմ երկինք, չեմ ասի, այստեղ եմ, որովհետև լավ բան եմ արել։ Ես կասեմ, ես այստեղ եմ, որովհետև Հիսուսն է վճարել իմ այստեղ լինելու համար։ Հիսուսն է մահացել իմ փոխարեն։ Դա երկինք հասնելի միակ ճանապարհն եմ։ Ես բավականաչափ լավը չեմ։ Ես կատարյալ չեմ։ Բայց Հիսուսը կատարյալ էր։ Հռոմեացիս 4:5-ում ասվում է. իսկ նրան, ով չի գործում, այլ հավատում է ամբարիշտներին արդարացնողին, իր հավատքը համարվում է արդարություն։ Դու պարտադիր չէ, որ գործեր ահես։ Ասում է, բայց նրան, ով չի գործում, այսինքն դու պարտադիր չէ, որ բարի գործեր անես։ Իդեպ, մեղքից հրաժարվելը նույնպես բարի գործ է։ Դա գրված է Հովնան 3:10-ում։ Աստված տեսավ նրանց գործերը, որ նրանք շեղվեցին իրանց չար ճանապարհից, այսինքն դա կոչվում է գործ շեղվել քո չար ճանապարհից։ Դա գործ է։
Եվ դա պարտադիր չէ, երկինք գնալու համար պարզապես պետք է հավատաս Հիսուսին։ Դայա, հենց դայա սենց է գրված Հովանես 3:16-ում, որովհետև Աստված այնքան սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին որդուն, որպեսզի ով հավատա նրան չկորչի, այլ ունենա հավիտենական կյանք։ Դա շատ հայտնի համար է եւ ասում է, որ ով հավատա Հիսուսին չպետք է կորչի, այլ ունենա հավիտենական կյանք։ Ուրեմն ինչքանն է տևում հավիտենականը։ Այսինքն, երբ արդեն ունես այդ պարգևը, այն քոնն է հավիտյան։ Լավ, եթե ասեմ, հեյ, ես քեզ նվեր եմ տալիս այս Աստվածաշունչը, այն քոնն է, կարող ես վերցնել, դա նվեր է։ Բայց հետո դու ինձ զայրացնում ես, եւ ես այն հետ եմ վերցնում։ Դա նվեր չէր, դա պայմանական տարօրինակ մի բան էր, ավելի շատ նման էր գործարքի։ Բայց գրած է, որ եթե ունես այդ նվերը, դա հավիտենական կյանք է, ոչ թե շաբաթական կյանք, այսինքն դու չես կարող կորցնել քո նվերը, դա քոնն է հավիտյան։ Նաև գրված է Հովանեսում, բայց ովքեր ընդունեցին նրան, նրանց նա իշխանություն տվեց Աստծո որդիներ դառնալու, նույնիսկ նրանց, ովքեր հավատում են նրա անվանը։ Տեքս, Աստվածաշունչը շարունակ ասում է հավատա, հավատա, պարզապես հավատալով է, հավատա, պարզապես Հիսուսին հավատալով է, որ կարող ես դառնալ Աստծո որդի։ Այսպես, Հովանես 3:3-ում գրված է. Հիսուսը պատասխանեց եւ ասաց նրան. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ։ Եթե մարդը վերածնված չլինի, չի կարող տեսնել Աստծո արքայությունը։ Հիշում ես, որ կար առաջին մահ եւ երկրորդ մահ։ Դե կա առաջի ծնունդը մորթ կողմից եւ երկրորդ ծնունդը, առաջին ծնունդը քո ֆիզիկական ծնունդն է, իսկ երկրորդը հոգեվոր ծնունդը։ Եվ հիշիր, երբ ծնվեցիր, մայրիկդ արեց ամբողջ աշխատանքը։ Դու դրա համար չպետք է աշխատեիր։ Դու պարզապես եւ դու դուրս ես գալիս ու արդեն ընտանիքում ես։ Նույնը Հիսուսի հետ է նա արեց ամբողջ աշխատանքը եւ դու կարող ես փրկվել, վերածնվել ակնթարթում, մի վայրկյանում, ճիշտ չէ։ Երբ արդեն ընտանիքում ես, դու չես կարող չծնվել, չես կարող չլինել ծնված։ Ես դա չեմ տեսնու։ Ծիծաղելի է հնչում, բայց ծնված օրվանից դու միշտ ընտանիքի մաս ես մնում։ Ասա ման, պապ, ձեզ չեմ սիրում։ Փախչելու եմ շատ հեռու, որ ինձ այլևս երբեք չտեսնեք։ Ձեզ չեմ սիրում ու կանոններդ էլ չեմ սիրում։ Էական չէ, դու դեռ նրանց զավակն ես, կարող ես ասել Աստված քեզ չեմ սիրում, ուզում եմ խոսել հետդ, կանեմ ամենը ու կանեմ այն, ինչ ուզում եմ։ Անկախ նրանից, թե որքան հեռու գնաց, միևնույն Աստծո ընտանիքում ես մնում, ճիշտ է։ Քո հոգին ապահովնոց է։ Քո անունը հավերժ գրված է կյանքի գրքում։ Երբ փրկված ես, միշտ փրկված ես մնում։ Բայց սա նաև նշանակում է, որ մենք չենք կարող պարզապես անել այն, ինչ ուզում ենք, երբ փրկված ենք։ Այսինքն մենք չենք կարող դա օգտագործել որպես թույլտվություն անել այն, ինչ ուզում ենք։ Փրկվելուց հետո մենք ուզում ենք լավ բաներ անել։ Գիտեք, Եբրայեցիներ 12:6-7-ում ասվում է, որովհետև ում Տերը սիրում է, նրան խրատում է եւ պատժում յուրաքանչյուր որդու, որին ընդունում է։ Այսինքն խրատում է դա նման է պատժվելու, իսկ պատժումը դա արդեն նման է ծեծի ստանալուն։ Այնպես որ ասվում է, եթե դուք խրատվում եք, Աստված ձեզ հետ վարվում է որպես որդիների, որովհետև ոսեր որդին է, որին հայրը չի խրատում։ Բայց եթե դուք առանց խրատի եք, որին բոլորը մասնակցում են, ապա դուք անօրինական զավակներ եք եւ ոչ թե որդիներ։ Այսինքն, ինչ եմ ուզում ասել, եթե Տերը քեզ սիրում է, նա քեզ կպատժի այս երկրում ված բաներ անելու համար։ Այսինքն, եթե ես օրինակ գնամ խանութ ու, չգիտեմ, փորձեմ ինչ-որ թանկարժեք բան գողանալ, Աստված ինձ կպատժի այս երկրում։ Նա կտեսնի, որ ես դրա համար բան կընկնեմ։ Այսինքն Աստված կապահովի, որ իմ արարքների հետևանքները ես կրեմ հենց այստեղ երկրի վրա։ Այդ ես երբեք չեմ կարող տանջվել դժոխքում կամ կրակի լճում, որովհետև Հիսուսը վճարել է իմ բոլոր մեղքերի համար, այնպես որ նա մեզ կպատժի այս երկրում։ Քանի դեռ մենք կենդանի ենք, մենք իրականում չենք կարող ոչ մի բանից խուսափել, երբ արդեն Աստծո որդիներն ու դուստրերն ենք։ Բայց ուզում եմ ասել, որ երբ մենք վերածնվում ենք, Աստված մեզ հետ վարվում է որպես իր սեփական զավակների։ Այսինքն մենք չենք ուզում պարզապես գնալ ու անել այն, ինչ ուզում ենք։ Բայց ամեն դեպքում գրված է, որ եթե քո բերանով խոստովանես Տեր Հիսուսին եւ սրտով հավատաս, որ Աստված նրան հարություն է տվել մեռելներից, ապա կփրկվես։ Սրտով մարդը հավատում է արդարության համար, իսկ բերանով խոստովանում է փրկության համար։ Այսինքն պարզ է, դու հավատում ես սրտումդ, ասում ես բերանովդ, հետպես ես ընդունում փրկությունը, հենց այդպես է հավատում ես ու ասում ես։ Դե հենց այդպես էլ գրված է Հռոմեացիներ 19:10-ում, եւ հետո գրված է ով որ կանչի Տիրոջ անունը կփրկվի, ընդպես որ կարող ես քո անունը դնել այնտեղ։ Եթե դու կանչես Տիրոջ անունը կփրկվես, կամ եթե ես կանչեմ Տիրոջ անունը, ես կփրկվեմ։ Դա գրված է Հռոմեացիներ 10:9-13-ում։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, դեզնից պահանջվում է միայն կանչել Տիրոջ անունը փրկության համար, եւ նա կփրկի քեզ։ Դա պարզ աղոթք է, ոչ թե ինչ-որ կախարդական աղոթք կամ հատուկ բառերի համադրություն։ Դա պարզապես դու ես ամբողջ սրտով ես։ Ասում ես Աստծուն քո հոգու խորքից։ Ասում ես գիտեմ, որ մեղավոր եմ եւ հավատում եմ, որ դու մահացար ու հարություն առար։
Դու վճարեցիր գինը, Հիսուս, իմ մեղքերի համար, որպեսզի ես չգնամ կրակի լիճ։ Դու վճարեցիր գինը, որպեսզի ես ունենամ հավիտենական կյանքի պարգևը, Հիսուս, փրկիր ինձ և տուր ինձ հավիտենական կյանքի անվճար պարգևը, տար ինձ դրախտ, երբ մահանամ։ Ամեն։ Ուրեմն, եթե հավատում ես, որ այդպիսի բան ամբողջ սրտով ասեցիր Աստծուն, նա կփրկի քեզ։ Ուրեմն շնորհավորում եմ։ Եթե այսօր դա ամբողջ սրտով ասեցիր, ապա այսօր քո հոգևոր ծննդյան օրն է։ Ծնունդդ շնորհաբար, տես, հիմա դու երկու ծննդյան օր ունես, սենց որ երևի ավելի սակ տորտ կուտես։ Բայց լուրջ, ծնունդդ շնորհավոր։ Ասվում է, որ հրեշտակները երկնքում ուրախանում են, եւ դու դա երբեք չես կորցնի։ Ասվում է ճշմարիտ ասում եմ ձեզ, ով լսում է իմ խոսքը եւ հավատում է նրան, ով ինձ ուղարկել է։ Նա ունի հավիտենական կյանք եւ չի դատապարտվի, այլ անցել է մահից դեպի կյանք։ Ինչ անել հետո։ Հետո ինչ։ Ես կսեի կարդա քո Աստվածաշունչը։ Ես սիրում եմ կճթ տարբերակը։ Այն հարյուրավոր տարիներ չի փոխվել եւ այդքան տարբեր թարգմանություններում հակառակ բաներ են գրված։ Դրա մեջ հիմա չեմ խորանա։ King James-ի տարբերակն է ճիշտը։ Եթե անգլերենից բացի այլ լեզու ունես, ապա հենց այստեղ էկրանին կցուցադրեմ։ Կա լավ Աստվածաշունչը, կարդա քո լեզվով, չէ որ ողջ գիրքն Աստվածաշունչ է ու օգտակար ուսուցման, հանդիմանման, ուղղման եւ արդարության մեջ կրթելու համար։ Աստծուն հաճեցնելու համար ճանաչիր Աստվածաշունչը, ըստ 1 Պետրոս 2 առատ 2-ի նորածնի պես փափագիր խոսքի մաքուր կաթին աճելու համար։ Երկրորդ քայլում ես կասեի մկրտվիր։ Դա պարտադիր չէ երկինք գնալու համար, ճիշտ է։ Դու արդեն գնում ես երկինք, բայց Աստվածաշունչը ասում է, որ փրկվելուց հետո մկրտվելը լավ գաղափար է։ Ուրեմն գրված է Մատթեոսի վերջին համարում, եւ Հիսուս եկավ։ Նա ասաց նրանց. Ինձ ա տրված ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա։ Ուրեմն գնացեք եւ ուսուցանեք բոլոր ազգերին։ Նրանց մկրտելով Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ ես ձեզ պատվիրել եմ։ Եվ ահա, ես ձեզ հետ եմ միշտ, մինչև աշխարհի վերջը։ Ամեն։ Սիրում են դա։ Եվ Հիսուսը ցույց տվեց, որ մկրտվելը լավ բան է, ինքն էլ մկրտվեց։ Գրված է. Եվ այդ օրերին պատահեց, որ Հիսուսը Գալիլեայի Նազարեթից եկավ եւ Հովանեսի կողմից մկրտվեց Հորդանանում։ Եվ անմիջապես ջրից դուրս գալով նա տեսավ, որ երկինքը բացվեց, եւ հոգին աղավնու նման իջավ նրա վրա։ Եվ երկնքից մի ձայն եկավ, որ ասում էր. Դու ես իմ սիրելի որդին, ումով ես հաճույք եմ զգում, եւ անմիջապես հոգին նրան տանում է անապատ։ Այսպես որ սա Մարկոսի 1:9-ից 12-ն է։ Ուզում ես Աստված քեզնով հաճույք զգա մկրտվիր փրկվելուց հետո։ Դա հնազանդության հաջորդ քայլն է։ Դրանից հետո Հիսուսն սկսեց իր ծառայությունը, եւ փորձը ցույց է տալիս, որ Աստծո զորությունն արագ է գործում մարդկանց կյանքում։ Մկրտությունից հետո կարող եք մեծ գործեր անել Աստծո համար։ Ուստի խորհուրդ եմ տալիս, դա մանկական մկրտությունն աստվածաշնչյան չէ եւ իրական չէ։ Աստվածաշունչը հստակեցնում է, մկրտությունը լինում է միայն փրկվելուց ու վերածնվելուց հետո։ Շատերը նորից մկրտվում են, եթե դա քեզ է վերաբերում, ասեմ այո։ Գնա լավ եկեղեցի մկրտվիր, քանի որ Աստվածաշունչն ասում է մկրտությունը լինում է փրկվելուց հետո։ Այն խորհրդանշում է Հիսուսի մահը, թաղումն ու հարությունը։ Սա նշանակում է դու մահանում ես եւ հարություն առնում նրա հետ։ Այսպիսով դա քո նոր կյանքի պատկերն է Հիսուս Քրիստոսում։ Ուրեմն ես կասեի շատերը նորից մկրտվում են, դա լիովին նորմալ է, դա նրանց առաջին քայլն է նոր կյանքում։ Ուստի կարդա Աստվածաշունչ, մկրտվիր եւ գտիր լավ եկեղեցի։ Գիտես, այնպիսի եկեղեցի, որն ասում է փրկությունն անվճար է, եթե ասում են ապաշխարիր մեղքերիցդ կամ գործերովը դարժանացիր դրան։ Կամ Աստծուն խոստում տալ, որ այլևս վատ մարդ չես լինի։ Եթե վատն են ասում, թե մի գնա այդ եկեղեցի, ու պետքա գնաս այն եկեղեցին, որտեղ ասում են ես գնում եմ դրախտ Հիսուսի շնորհիվ։ Լավ, շնորհակալություն քո ամբողջ ժամանակի համար։ Ես սիրում եմ քեզ։ Լավ գիշեր կամ լավ օր կամ ինչ էլ որ լինի։ Այնտեղ արդեն ավարտվել է։ Ես շատ ուրախ եմ քեզ համար, եթե ընդունել ես փրկության անվճար պարգևը։ Խնամքով եղիր։ Ցտեսություն։